Բոլոր հեքիաթներն ու երազներն իրական են, միայն հավատալ է պետք։ Աստղերիկն է, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարի։ Նրանք հավատում են հեքիաթների։ Շնորհավոր տոնդ, փոքրիկ։ Բարի երազներ, և ձեզ ամենքին։ Անբան հուրին։ Լինում է չի լինում մի կնիկ, այս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը հուրին, մի ծույլ անշնորհք աղջիկ, օրը մինչև իրիկում պարապ-սարապ նստած, բանն ինչ անեմ, կեղտոտ է, ուտեմ, խմեմ, մթնի քնեմ, հարևանները անունը դնում են անբան հուրին, ինչ մերն է, աղջկան գովելով ման է գալիս, լիդրը գզող, լիդր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող, կարող, հունցող, թխող, եփող, թափող, մի խոսքով հուրի հրեղեն մատները ոսկի։ Այս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Այս երիտասարդ վաճառականն ասում է. «Իմ ուզածն էլ հենց սա է, որ կամ»։ Գլխապատար գալիս է անբան հուրին, ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի 10-20 բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ ես բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ հարստանանք։ Անբան հուրին էլ իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափով նանց կենալիս լսում է, որ գորդերը կռկռում են. «Փեփել, կեկել, փեփել, կեկել»։ Ոյ աղջի, փեփել կեկել ձեր է տալիս անբան հուրին, որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզեք։ Բեր, բեր։ Անբան հուրին ուրախանում է, գնում է բամբակը կրում, բերում ածում գետը։ Դե գզեցեք, մանեցեք, մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։ Գնում է մի քանի օրից ետ է գալի, գորտերը էլի կռկռում են, ձեռը ճակատին է դնում, ձեն տալիս, թե որ խալի չայք գործել, մեր բամբակի փողը բերեք, ձեն է տալիս ու ոտը փոխում է, մտնում ջուրը, հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի, հանում տեսնում է մի կտոր ոսկի, փեփելին ու կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշ է դնում, գալիս տուն, մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս է տեսնում իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր, մարդը ոնց է ուրախանում, քեֆ է սարքում, նստում են քեֆի, զոքանչը խորաման կին է լինում, իմանում է թե բանը ինչպես է պատահել, քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում, այս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալիս բզեզին, ասում է. «Բարով եկար, մորքուր ջան, ո՞նց ես»։ Փեսեն մնում է զարմացած, ասում է. «Այ մեր, խելագարվեցիր, այդ բզեզին էդ ինչ ես ասում»։ «Այ որդի, չես ասիլ, այս բզեզն իմ մորաքույրն է, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, որ դառավ բզեզ, մեր ցեղն էլ էսպես է»։ Էս որ Փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ջաքի, արգելում է հուրին, ձեռն էլ բանի չտամ։ Շնորհավոր տոնդ, փոքրիկ։ Լիաննա Խաչատրյան։ Բոլոր հեքիաթներն ու երազներն իրական են, միայն հավատալ է պետք։ Աստղերիկն է, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարի։ Նրանք հավատում են հեքիաթների։ Շնորհավոր տոնդ, փոքրիկ։ Բարի երազներ, և ձեզ ամենքին։